Ողջույն սիրելի հայրենակիցներ, այսօր լավ լուր ունենք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ թոշակները ապրիլի 1-ից կբարձրանան։ Ցածր թոշակները 10,000 դրամով, բարձր թոշակները ավելի քիչ։ Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ իշխանությունները նման պլան չունեին բացարձակապես, եւ ինչ էին պնդում։ Պնդում էին, որ եթե 10,000 դրամով թոշակը ավելացնենք, ինչ է անելու թոշակառուն։ Այդ փողը կուղենք առողջապահությանը եւ հիմա տեսեք ինչա կատարում առողջապահության ոլորտում իշ բողոքներ բժիշկների կողմից, ժողովրդի կողմից, բայց դա թողնենք այլ հաղորդման համար։ Հիմա նայեք, չունեին պլան, ասում էին 10,000 դրամը թոշակառուն ինչ է անելու, ու իրենց 3.5 միլիարդ դրամ տվել էին պարգևավճարներ։ Ոնց էր ավելացումներ ենք ստացել, բան։ Ես հունվարի 15-ին մի տեսանյութ էի նկարահանել, որը շուրջ 500 միլիոն դիտում միայն իմ ռեսուրսներում ունի, այսինքն իմ YouTube-ում, Facebook-յան էջում, TikTok-ում։ Եվ այդ 500 միլիոնը շատ լուրջ ազդեցություններ ունեցել, հետո ԶԼՄ-ներն էին լուսաբանել, բան ընդդիմադիր բոլոր ուժերը միացան այս process-ին, այն քննադատությանը, որ իշխանությունն ասում է 10,000 դրամ թոշակառուի համար չեն բարձրացնում, բայց իրենց 3.5 միլիարդ դրամ փող էին բաժանել։ Ընդ որում գաղտնի հրամանով։ Ես այդ տեսանյութը նկարահանել եմ, ցույց տամ այս տեսանյութը։ Երբ որ ասում են թոշակները քիչ եք բացածում, ասում է 13,000 դրամով որ ավելացնենք, թոշակառուն այդ փողը ինչ է անելու, էլի մի հատ բացատրեք ինձ։ Ինչ է անելու այդ փողը։ Արա, բա 7 միլիոն դրամը դուք ինչ եք անելու, արա։ Արսեն Թորոսյան։ Մնացած սաղնա Այն որ 7 միլիոն դրամ նոր տարում պատկասեք նախարարն ասում է դե մոտավորապես 7 միլիոն դրամ փողեր նստե հաշվից վրա, ասենք 7 միլիոն դրամ բերանով ենք ասում ժողովուրդ ջան։ Աղքատության մեջ թաղված է երկիրը։ Այն որ ասում են լավ կյանքը բոլորի համար է, ապրեք, իրանք լավ են ապրում, ես գիտեմ բոլորը լավ են ապրում, էլի։ Հիմա սիրելի հայրենակիցներ, ինչ է ուզում ես ասել։ Իշխանությունը չուներ այսպիսի պլան, մեր քննադատության արդյունքում իշխանությունը 10,000 դրամով ավելացրեց կենսաթոշակը, այսինքն այնտեղ ասում է ցածրները 10,000-ով ցածր թոշակ ստանում, որ մի քիչ բարձր ստանում ավելի քիչ։ Հիմա եթե այդպիսի պլան չուներ, այդ գումարը ըստ իրանց ուղղել էին առողջապահության, այս փողը որտեղից եք ավելացրել։ Սա նախընտրական բան, այսինքն իրենք հասկացել են, որ այս թոշակառուների վերաբերյալ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ ինչ են անելու 10,000 դրամը թոշակառուները, իրանք չգիտեն ինչ անեն, բայց մենք գիտենք այս 7 միլիոնը ինչ անենք մարդա ստանում ենք, շատ վատ արդյունք էր ունեցել, շատ վատ հետևանք։ Հիմա փողը բարձրացել են։ Ժողովուրդ իմացեք, ամեն ինչ միջև ընտրություններ անելու են, բայց հետո եթե ընտրվեցին, քթներից են բերելու, մեր քթից են բերելու այս ամեն ինչը։ Այդ իմացեք շատ լավ է որ ճնշման արդյունքում բարձրացվել է թոշակները, բայց չպետք է սրանով խաբվենք։ Հունիսի 7-ին գիտեք ինչպես եք քվեարկում։ Լավ մնացեք, ուսայել տարածեք, թող շատ դիտեն, որ մարդիկ իմանան, որ սա իշխանության շնորհքը չի, այս թոշակների բարձրացումը, այլ մեր շնորհքն է։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։